Հերիքա լսեք, ինչա խոսում ձեր դիմացինը, հերիքա կպնեք այդ բառերից, որ դուք այս պահին լսում եք, պետք չի, մարդ ձեզ հետ երբ որ խոսում է, իրա մեջի նեգատիվն է դուրս լցնում, ձեր տված թույնը ձեզ հետ է վերադարձնում, ուրիշի տված թույնը կարա ձեզ տա այդ պահին, բառերը, խոսքերը կարևոր չեն, մարդու գործերն են կարևոր, հարգեք իրար, սիրեք իրար, հարգեք տղամարդու արտահայտած մտքերը, հարգեք կնոջը, իրար պետքա մենք հասկանանք, գիտեք ոնց, գործողություններով իրար հասկանանք, ասեց կինդ, ուրեմն ինչ-որ մի բան կար իրա մեջ կուտակված, ասեց տղամարդը, ուրեմն իրա մեջ էլ մի բան կար կուտակված, սերը ինչա, սերը դա խաղ է, խաղացեք իրար հետ, սերը դա խաղ է, որը մենք պետք է ամբողջ կյանքի ընթացքում խաղանք, և մի ասեք, որ դա կեղծիք է, եթե մենք բոլորս նստենք և իրար ճիշտը ասենք, ոչ մի զույգ աշխարհիս վրա չի մնա, գնում ես համբուրի կնոջդ, գնա, գալիս ես համբուրի և ասա ոնց ես, ոնց անցավ օրդ, երբ որ կինդ քեզ պատասխանի, դե քո հետ ոնց պիտի լինեմ, քո տված կյանքը ոնց պիտի լինի, այդ պահին մի ուշադրություն դարձրա, այդ պահին ինքը վերադարձնում է այն ամենը, ինչ որ դու իրան տվել ես, թող այդ առաջի բառերը անցնեն, դրանից հետո սիրելով և հարգանքով իրար վերաբերվեք, աղջիկներ, հարգեք ձեր ամուսնու մտքերը, նայեք իր աչքերի մեջ զարմացած և ասեք, ոնց ես դու այսքանը մտածում, դու իմ հզորն ես, ինչ պետք է անեի առանց քեզ, այո, կյանքը խաղ է, ու ով հասկացել է, որ պետք է հիանա, հենց հիանալի ամուսին էլ կունենա, մենք միշտ պահանջում ենք շատ ավելի շատ ենք ուզում, տղամարդիկ մի վախեցեք դրանից, կինը ուզում է ձեզանից ուղղակի բառեր լսի, որ դու ասես, այո, իմ սեր, իմ լույս, ավելի շատ կաշխատեմ, ավելի շատ կբերեմ, ամեն ինչ կունենանք չմտածես, վերջ, կնոջը այդ բառերն էր պետք լսել, կինը հանգստանում է, կինը ուրախանում է, էներգետիկան փոխվում է և այդ էներգետիկան ձեզ տալիս է հանգստություն և Աստված տալիս է ձեզ այդ հնարավորությունը, որպեսզի ձեր այդ խոստումը կատարեք, հավատացեք, դա այդպես է, փորձված բան է,